դեմ չունենք, չզեկուցվող հարցերի փաթեթը ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 31-ը ոստիկանությունում ծառայության մասին, օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին հարցը զեկուցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան, համեցեք Տիկին Սարգսյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն է ներկայացված ոստիկանության ծառայության մասին օրենքում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը նախագծով ըստ էության առաջարկում են կարգավորել 3 խումբ հարցեր։ Առաջինը եւ թերևս ամենակարևորն այն է, որ կադրային քաղաքականության փոփոխության մեր ընդհանուր սկզբունքների տրամաբանության մեջ մենք պարբերաբար փոփոխում ենք այն կարգավորումները, որոնք որ խոչընդոտում են կադրային քաղաքականության որդեգրված այն մոտեցմանը, որ ունի կառավարությունը ոստիկանության դեպքում, այն է ճկուն մեխանիզմների պայմաններում ներգրավել բարևարք պրոֆեսիոնալ կադրերի եւ պարբերաբար նրանց անցկացնել կրթական տարբեր խողովակներով, ըստ այդմ նաեւ զարգացնելով նրանց կարողություններն ու հմտություններն։ Այս պայծառությամբ ծառայության մասին օրենքը նախատեսում է, որ 18-ից 35 տարեկան անձինք են, որ կարող են հավակնել մուտք գործելու ոստիկանական համակարգ եւ վերին շեմի գոյությունը շատ հաճախ, երբ որ մենք ցանկանում ենք հասկանալ պատճառաբանությունը, հիմնավորումները նմանատիպ տարիքի նախատեսման, պիտի փաստեմ, որ չունեն այնպիսի հիմնավորումներ, որոնք որ մեզ թույլ կտան պահպանելու, շարունակելու պահպանելու այս կառուցակարգը եւ նաեւ միջազգային պրակտիկան եւ նաեւ ոստիկանական աշխատանքի փոփոխության միտումները մեզ թույլ են տալիս նշելու, որ կարևորը որակն է, որակական հատկանիշներն են անձի, որոնք որ թույլ պիտի տան պետությանը ընտրելու, ֆիլտրելու եւ հետագայում արդեն ծառայության անցկացնելու ոստիկանության համակարգում։ Ըստ այդմ առաջարկում ենք վերին շեմը տարիքային 35 տարին դուրս բերել օրենսդրական կարգավորումներից եւ ըստ այդմ կենտրոնանալ անձի որակական հատկանիշների վրա, ֆիզիկական պատրաստականության վրա, կրթության վրա եւ ըստ այդմ տարբեր process-ների արդյունքում արդեն ընտրել կոնկրետ ոստիկանության ծառայողին։ Այս պայծառությամբ մենք ունենք համանման մեխանիզմ արդեն իսկ, որը որ պիտի դառնա համընդհանուր ոստիկանության ծառայության դեպքում, այն է իրականացնել բաց ընդունելության արդյունքում IQ թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, հետագայում նաև հոգեբանի ներգրավմամբ իրականացված հարցազրույցի արդյունքներով արդեն ընտրել այն կադրերին, որոնք որ պիտի կրթական համապատասխան խողովակով անցնեն եւ մասը կազմեն ոստիկանության։ Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է համայնքային ոստիկանությանը։ Այս պայծառությամբ մենք բավական մեծ թվով թափուր հաստիկներ ունենք համայնքային ոստիկանությունում, շուրջ 700 թափուր հաստիկի մասին ենք խոսում ընդհանուր առմամբ այս ծառայության դեպքում, սակայն այս ծառայությունը կարևոր նշանակություն ունի համայնքի հետ ամենօրյա սերտ աշխատանքի, ոչ մեծ միջին ծանրության հանցագործությունների բացահայտման եւ առհասարակ պրոֆիլակտիկ աշխատանքների տեսանկյունից եւ քրեական ոստիկանության օրինակով առաջարկում ենք ունենալ բաց ընդունելություն, որտեղ որ թե քաղաքացիական անձինք եւ թե նաեւ ոստիկանության գործող ծառայողները կկարողանան մասը կազմել այս ընդունելության, բնականաբար անցնելով այն բոլոր ֆիլտրերով, որոնք որ ես քիչ առաջ վկայակոչեցի, եւ ըստ այդմ, եթե ներքին գործերի նախարարության կրթահամալիրում բարեհաջող կավարտեն կրթական process-ը, ապա կհամարվեն միանգամից ատեստավորված եւ կշարունակեն ծառայությունը համայնքային ոստիկանության տեսանկյունից։ Եվ եթե թվական տվյալներով նշեմ այս տեսանկյունից, ի տարբերություն գործող մեխանիզմի, այս նախաձեռնությունը թույլ կտա շուրջ 250,000 ՀՀ դրամի չափով դրամական բավարարում ստացող ծառայողին արդեն ունենալ շուրջ 500,000 դրամական բավարարում։ Սա մի կողմից կբարձրացնի ծառայության գրավչությունը, բայց մյուս կողմից չի խոչընդոտի այն բոլոր սկզբունքների իրացմանը, որը որ մենք որդեգրել ենք։ Այն է ընտրել այն կադրերին, որոնք ունակ են իրականացնելու ոստիկանության առջև դրված խնդիրները եւ ըստ այդմ ստանալ արժանապատիվ վարձատրության հնարավորություն։ Ասեմ, որ սա մեկ անգամյա կիրառման process է լինելու, որովհետեւ հաջորդիվ արդեն գնալու ենք միասնական ընդունելության խողովակով, որը բարեկային ծառայության ընդունելության խողովակն է, բայց հաշվի առնելով դրա ժամանակատարությունը, այս պայծառությամբ սա որպես միջանկյալ միջոց, որը որ թույլ կտա մեզ կարգավորելու մեր ընթացիկ հարցերը, որդեգրել ենք այս մոտեցումը։ Եվ ատեստավորման համակարգից բխող մեկ այլ մոտեցում եւս, որը որ փոփոխում ենք, արդեն իսկ ընդունված օրենսդրական կարգավորումներով թույլ էին տալիս ընդունված աշխատակցին 6 ամիս անց միայն հավակնելու ատեստացիոն process-ին եւ ավելացնելու իր դրամական բավարարումը 6 ամսվա փոխարեն նախատեսում ենք 2 ամսվա կանոնը, որովհետեւ կարծում ենք սա եւս լրացուցիչ խթան կլինի ոստիկանության համակարգ մուտք գործող անձանց մոտիվացնելու եւ նաեւ պատրաստվելու ատեստավորման եւ ըստ այդմ բարձրացնելու բնականաբար ֆինանսական այն բաղադրիչը, որ կարող է ծառայողը ունենալ ծառայության անցնելու պայմաններում։ Թերևս հակիրճ այսքանը, պարոն վարչապետ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան, հարգելի գործընկերներ, ես ճիշտն ասած այս նախագծի հետ առնչվելիս մտածում էի,
թե երբեմն ինչքան դժվար է, որ մենք ձևակերպենք եւ բարձրաձայնենք, ոչ թե բարձրաձայնենք, այլ որոշման աստիճանի հասցնենք այն, ինչ մտածում ենք, ընդ որում մտածում ենք երկար ժամանակ։ Այսինքն բաներ կա, որ մենք մտածում ենք, ընդ որում լինելով բարձրաստիճան պաշտոնյա, նախարար, կառավարության ղեկավար եւ այլն, բայց այդ մեր մտածածը չի ստացվում բարձրաձայնել։ Օրինակ, այս թեման ես երբեք չեմ հասկացել եւ մի քանի անգամ փորձել եմ ավելի լավ հասկանալ, թե ինչի 36 տարեկանին չի կարելի ոստիկանությունում ծառայության մտնել։ Եվ այս թեման ես նոր որ դուք զեկուցում եք եւ այս նախագիծը եւ ես ինձ ասում եմ, բայց արդեն 7 տարի ես այդ մասին մտածում եմ ու քննարկում ենք, ինչի է, այս որոշումը ինչի է այսքան ձգվում։ Եվ բարեկային ոստիկանության հիմնադրման ընթացքում մանավանդ, չգիտեմ ինչի կանած դեպքում այդ հարցը տենց սրվեց, նաև հասակի բոյի խնդիրը առաջացավ, հիմա դա հանել ենք, հույս ունեմ, թե դե չենք հանել։ Հիմա օրինակ տեսեք ես ինչ եմ մտածում, մենք եկանք ասցին գիտեք ինչ, եթե դուք այսքան հասակ ունեք, ձեզ կարող ենք բարեկային ոստիկանությունում աշխատանքի ընդունել, եթե այս հասակի ցածրը մենք չենք ընդունում։ Ու ես այդտեղ շատ մեծ դիսոնանս եմ տեսնում, որը ընդհանրապես մեր ինստիտուցիոնալ կամ ոչ միայն ինստիտուցիոնալ խնդիրը բացահայտում է։ Այդ մարդը ծնվել է այդքան, հասկանում եք։ Այդ մարդը այդքան է։ Այդ մարդը չի կարա անենցան ինքը եթե 1.35 է իր բոյը կամ 1.40 է, չի կարա այդ մարդը ոչ մի օբյեկտիվ բան անի, որ իր բոյը դառնա 1.57։ Բայց մյուս կողմից, եթե ասենք օրինակ մենք տեսնում ենք զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ, ովքեր քաշի ստանդարտները անգամներով բան են անում, գերազանցում են, մենք իրան բան չենք ասում։ Մարդը հիմա բնություն իրան տենց է ստեղծել։ 1.49 է այդ մարդու, ասում են քեզ չենք ընդունում աշխատանքի։ Բայց որ մարդը ասենք ենթադրենք 1.53 լինի, ընդ որում չեմ ուզում body shaming-ի մասին չի խոսքը, բայց ես կարծում եմ, որ այն զինվորական տրամաբանության ծառայության դեպքում մենք կարանք այդ ստանդարտը դնենք։ Խնդրում եմ ճիշտ հասկանանք, որովհետև ես ինքս էլ ավելորդ քաշով տառապող եւ ինչպես շատերը, բայց զինվորական ծառայության մեջ ասենք մարդը 153 սանտիմետր 177 կիլո, օրինակ, մենք իրան բան չենք ասում։ Բայց որ մարդը 149 սանտիմետր բոյ ունի, դե այդ մարդը ասում է, ինչ անեմ բա ես հիմա լավ։ Ինչ անեմ, գնամ որտե գնամ բոյս 2 սանտիմետր երկար, այսինքն ինչ որ մեր այդ մարդու կոնտրոլից դուրս է, մենք ասում ենք քեզ չենք ընդունում։ Ինչը ցույց է տալիս ինչքանով է ինքը կարգապահ, ինչքանով է իր վրա ի վիճակի աշխատել, դա ասում ենք հա ոչինչ նորմալ է։ Սա ֆունդամենտալ բան է, մեր մտածողության ձևերի դեֆորմացիաների մասին է մտածում։ Ես չգիտեմ, եթե այդ բանի բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք։ Այսինքն ինչ, որ մարդը ենթադրենք 130 սանտիմետր է բոյը։ Հիմա բնությունը իրան տենց է ստեղծել, ինչ։ Գնա ոստիկանություն, ասեն դե բոյդ կարճ է, գնա դպրոց, ասենք բոյդ կարճ է, գնա ուր գնա, ասեն բոյդ կարճ է։ Բա ինչ անի այդ մարդը լավ։ Այսինքն չենք հարցնում, դուք ի վիճակի ես այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունես, թե չունես, եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այս տրամաբանություն, բայց խնդրեմն այդ չի, խնդրեմն այն է, որ 7 տարի է մենք սրա մասին մտածում ենք ու երբեմն վախենում ենք բարձրաձայնենք, դե որ ասում ենք դե լավ, դե 70 տարի է, 35 տարեկանն է, էլի, բայց արժի որ այդ բանը փոխել ու դրա ես չգիտեմ ոնց է աշխատում, ոնց ենք անում ու իմ եզրակացությունն է նա, որ ուղղակի որ այս կետին հասել ենք, դրա պատճառը հետևողականությունն է, որ մի անգամ չենք խոսել փակել, այլ էլի առիթ օգտագործել ենք, խոսել ենք, էլի օգտագործել խոսել ենք, էլի օգտագործել խոսել ենք։ Եթե օրինակ նույն ես շատ ուրախ եմ, նույնիսկ չեմ այնքան ուրախ եմ, չեք պատկերացնի։ Նույնիսկ չեմ հավատում, որ սա հնարավոր է, թվում է թե պարզ բան է,
որ մենք ասել ենք լավ, եթե մարդը 57 տարեկան է, ֆիզիկական վիճակը նորմալ է, աշխատանքային վիճակը նորմալ է, այսինքն այո, ինքը կարա գնա համայնքային ոստիկանությունում աշխատի կամ ցանկացած տեղ, որովհետև մենք բոյը ինչ կապ ունի, կարևորը ինքը ինչքան է վազում, ինչքան է դիպուկ կրակում, ինչ IQ ունի, ինչ գրագիտություն ունի, ինչ բարեվարքություն ունի, հասկանում եք, որը մարդուց է կախված։ Եվ այս գործելակերպը այսինքն շղթայական, սենց ամեն ինչ ծռելով, որ ստարտի կետը ծուռա դրած, մնացած ամեն ինչը ծռվում գնում է։ Եվ հետևաբար ես ուզում եմ իմ անհավանական գոհունակությունը արտահայտեմ, որ մենք եկել հասել ենք այս կետին, որ մենք ասում ենք ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար տարիքը էական չի, այսինքն հանում ենք, չէ՞, ընդհանրապես տարիք։ Բայց ուզում եմ անկեղծ ասեմ, որ լավ 6 տարի այս թեման ես պարբերաբար մեր գործընկերների հետ անընդհատ քննարկել եմ, sense նայել ենք ու ուրախ եմ, որ եկել այս կետին ենք հասել։ Բայց հիմա համայնքային ոստիկանության համար ատեստավորման կարգը նոր ենք մտցնում, հա, քանի որ նոր է ձևավորվեց ծառայությունը։ Պարոն վարչապետ, ատեստավորումը վերաբերում է բոլոր ուղղություններին։ Պարզապես հետևյալն է խնդիրը, եթե նոր ընդունված կադրի հետ գործ ունենք, կադրը հնարավորություն է ստանում մասնակցելու ատեստավորման process-ին ընդունվելուց հետո 6 ամիս անց։ Քանի որ սա նաև աշխատավարձային քաղաքականության տրամաբանության մեջ գրավչության պակասի խնդիրի առաջ է կանգնեցնում մեզ, մենք ասում ենք հետևյալը. ունենք շուրջ 700 թափուր հաստիկներ, հայտարարում ենք բաց ընդունելություն, եւ թե քաղաքացիական անձինք, թե մեր գործող ծառայողները կարող են մասնակցել այս ընդունելությանը։ Ընդունվում են, բայց պարտադիր անցնում են ՆԳՆ կրթահամալիրով, կրթական համապատասխան process-ով, դրա արդյունքում, եթե հաջողությամբ ավարտում են կրթությունը, ստանում են արդեն ատեստավորման չափ հավելավճարներով դրամական բավարարում, ոչ թե 250,000 դրամ, եթե ստանդարտ ընթացակարգով կընդունվեին աշխատանքի, այլ միանգամից միջին խմբի դեպքում պայմանական շուրջ 500,000 դրամ դրամական բավարարում։ Սա արել էինք նաև քրեական ոստիկանության դեպքում եւ ասեմ, որ բավական մեծ ընդունելության թիվ ունեինք թե քաղաքացիական անձանց մասով եւ թե նաև կանանց մասով ունեցել ենք դիմելիություն։ Սա ըստ էության լրացուցիչ խթան է, որպիսի ոչ միայն գործող ծառայողները ստանդարտ ատեստացիոն process-ով անցնելու պայմաններում ատեստավորվեն եւ ստանան դրամական բավարարում, այլ նոր ընդունվող ծառայողների համար մեկանգամյա օգտագործման պատուհան է, որը որ թույլ կտա մի կողմից համալրել թափուր հաստիկները, մյուս կողմից անձանց ավելի գրավիչ պայմաններով աշխատանք առաջարկել ոստիկանության Բայց քրեական ոստիկանությունը ոնց որ չհաջողվեց, չէ՞, առանձնապես մեծ տոկոս ապահովել քաղաքացիական նոր եկած մարդկանց։ Քրեական ոստիկանության դեպքում շատ մեծ տոկոս չունեցանք, պարոն վարչապետ, բայց ասեմ, որ բնույթն է կարևոր աշխատանքի, որովհետև եթե նույն քաղաքացիական անձին շատ ավելի տրամաբանական տարբերակով կարող են անցնել պարեկային ծառայությունում աշխատանքի, քրեական ոստիկանության դեպքում պիտի մեր տրամաբանությամբ ունենանք հերթական շրջափուլով անցած աշխատող որպես այդպիսին պարեկային ծառայություն, հետո համայնքային ոստիկանություն, հետո նաև քրեական ոստիկանություն, եւ առավելապես ընդունելության շրջանակներում ունեցել ենք դիմորդներ, որոնք որ ՏՏ ոլորտում են ունեցել նվաճումներ, այսինքն կիբերհանցավորության դեմ պայքարի վարչությունում կոնկրետ ունեն քաղաքացիական անձինք, որոնք բարեհաջող այս process-ը անցել են ու ընդունվել են աշխատանքի։ Փոքր թիվ ունեցել ենք նաև կանանց եւ տղամարդկանց ստորին օղակներում, այսինքն ստանդարտ քրեական ոստիկանության աշխատանքում ներգրավման, բայց հաշվի ենք առել աշխատանքի բնույթը, որpիսի ցանկացած անձ, ով որ գոնե թե պոտենցիալը ունի քրեական ոստիկանության աշխատանքի, նոր միայն կարողանա անցնել այդտեղ աշխատանքի։ Կարծում եմ համայնքային ոստիկանության ֆունկցիոնալը նկատի ունենալով, որն առավելապես նաև նման է պարեկային ոստիկանության աշխատանքին, կկարողանանք ավելի մեծ թվով քաղաքացիական անձինք ներգրավել եւ նաև պահպանում ենք մեր այն սկզբունքը, որ 30%-ը հատկացնելու ենք կանանց տեղերին այս ընդունելության շրջանակներում։ Հիմա Տիկին Սարգսյան, այս փոփոխությունը նշանակում է մարդը օրինակ ենթադրենք հաշվապահ աշխատել, լսում է ինչ որ իմաստով ուզում է փոխի իր աշխատանքը, հիմա մեզ լսում է, ասենք ենթադրենք 47 տարեկան է։ Ինքը հիմա կարա լսում այս ուղերձիրան վերաբերվում է, որ օրենքի ընդունման ուժի մեջ մտնելուց հետո ինքը կարող է դիմել եւ ծառայության անցնել համայնքային ոստիկանություն եւ այդ կրթական ծրագիրը անցնելուց հետո ինքը արդեն ատեստավորման մակարդակի աշխատավարձ կունենա։
Այո, պարոն վարչապետ, տվյալ հաշվապահը ենթադրվում է, որ ունի նաև բարձրագույն կրթություն, բակալավրի որակավորում։ Բարձրագույն կրթությունը պարտադիր է, որտեղ բարեկայանում մենք պարտադիր չենք համարում։ Այո, բակալավրի որակավորում պիտի ունենա անձը, եթե տվյալ տարիքային խմբում է, ապա կարող է դիմել եւ ասեմ, որ հաշվի առնելով բարձրագույն կրթության բաղադրիչը միանգամից կստանա, եթե չունի այլ զինվորական կոչումներ նախկինում փորձառությունից, լեյտենանտի կոչում որպես այդպեսին կունենա, այսինքն միանգամից սպայական կոչումներ եւս կշնորհվեն նրանց։ Ես կարծում եմ սա էլ այն դեպքն է, որ մենք հնարավորինս լայն իրազեկենք քաղաքացիներին եւ մեր սիրելի են քաղաքացիները, ովքեր այդքան էլ գոհ չեն համայնքային ոստիկանության աշխատանքից, կարող են եւ նաեւ նրանք, ովքեր գոհ են, կարող են դիմել եւ համայնքային ոստիկանություն ծառայության մտնել, որ เป զի իրենցով բարելավեն համայնքային ոստիկանության եւ ընդհանրապես ոստիկանության աշխատանք։ Շատ լավ այլ դիտարկումներ կան, համեցեք։